Ցներին անտեր չեն թողում, անկախ նրանից, թե ով է այս պահին, որ խմբակն է, որ մարգինալների խումբն է ժամանակավորապես գրավել իշխանությունը մեր երկրում։ Նայեք, այցի օրակարգը ամերիկյան այսպես հուշագրերի շրջանակում է, նախ ինչ եք սպասում հայ-ամերիկյան այս հարաբերությունների շրջափուլից եւ արդյոք սպասելիքներ կան հենց մասնավորապես թրիփից ոչ միայն ռիսկեր։ Ես արդեն իսկ դրա մասին մի քանի անգամ խոսել եմ, այս հնարավորությունն ունեք օգտագործեմ, շուրջ 15 օր արդեն ես հրապարակել եմ տվյալներ, որ առկա է կասկած, որ թրիփի ամերիկյան կողմի ֆինանսավորման մեջ ադրբեջանական նավթային պետական կապիտալը դերակատարություն է ունենալու։ Դրա վերաբերյալ ոչ հերգուխում, ոչ մեկնաբանություն, մինչ այս պահը իշխանությունների ներկայացուցիչներից որևէ մեկը չի ներկայացրել։ Ուստի առաջին ռիսկը, որը մի կողմ դնելով բոլոր աշխարհակաղակական ռիսկերը, առաջին ռիսկը, որը ես ունեմ, այն է, որ Ադրբեջանը թրիփի մեջ փայ է ունենալու։ Ես կարծում եմ, մենք բոլորս հաշտ չենք այն մտքի հետ, որ անկախ այն բոլոր վտանգներից, որոնք առկա են այս ծրագրում, անկախ նրանից, որ ապաշրջափակում չի ապահովում եւ այլն, բայց փաստացի թրիփի կառուցման մեջ, թրիփի սեփականության մեջ ադրբեջանական նավթադոլարները փայ են ունենալու։ Ես դրա հետ հաշտ չեմ։ Այլ իշխանության պարագայում հնարավոր է օրինակ խմբագրել, սրբագրել այդպիսի տեքստեր։ Բանակցել հնարավոր է միշտ, ոչ մեկ չի կարող ասել, որ այս կամ այն մանավանդ նախաստորագրած փաստաթուղթը վերջնական է։ Այնտեղ պիտի ավելանան անվտանգության երաշխիքներ, շոշափելի, այլ ոչ թե պարզապես ԱՄՆ նախագահի վկայություն, ինչպես նշված է փաստաթղթի մեջ, եւ շատ ու շատ այլ կետեր անհրաժեշտ են վերաբանակցության։ Դա այո հնարավոր է, ես դրա շատ երկար բացատրություն կարող եմ տալ, ուղղակի հիմա դրա ժամանակը չի, դա կլինի այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարները լինեն հայրենասերներ։ Այս պայծրությամբ դա այդպես չի։ Բոլոր պարագաներում հուշագրերի ստորագրումը պետք է արդյոք ստանա նաև ազգային ժողովում միսուարյուն, թե հենց այսպես ոնց որոշել են շրջանցելով թերևս գուցե։ Մինչև այս նախաստորագրված փաստաթուղթը եւ հունվարինը չի ենթադրում ազգային ժողովի վավերացում։ Վերջն արդյունքում այս փաստաթուղթը իհարկե ենթադրում է ազգային ժողովի վավերացում եւ ոչ միայն համանդրական դատարան։ Մի խոսքով այն ամբողջ ընտրացակարգը, որը պետք է անցնի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։